Ցածր ֆիզիկական ակտիվություն, սխալ սննդակարգ ու նաև ծխելու սովորություն կոլորեկտալ, այսինքն հաստ եւ ուղիղ աղու քաղցկեղին նպաստող ռիսկի գործոններն են։ Չարորակ ուռուցքային հիվանդությունների շարքում քաղցկեղի այս տեսակը տարածվածությամբ երրորդ տեղում է, զիջելով միայն կանանց դեպքում կրծքագեղձի, տղամարդկանց պարագայում թոքի քաղցկեղին։ Մահացության ցուցանիշներով արդեն այն երկրորդ տեղում է։ Մեր երկրի տվյալները կոլորեկտալ քաղցկեղի հետ կապված համեմատելի են զարգացող երկրների տվյալների հետ, սակայն ցավոք սրտի պետք է նշել, որ բավականին հաճախ հիվանդությունը հայտնաբերվում է արդեն իսկ բարդացած փուլերում, երբ որ լինում է ուռուցքի կամ տեղային տարածում, կամ հեռակա մետաստազներ, եւ դա բարդացնում է ինչպես վիրահատական միջամտությունները, որոշ դեպքերում նախավիրահատական բուժումները, քիմիա եւ ռադիոթերապիան, ճառագայթային թերապիան, ինչպես նաև երկարացնում է մահճակալային օրերը, ավելացնում է բարդությունների քանակը։ Կանանց հետ համեմատ հաստ եւ ուղիղ աղու քաղցկեղը տղամարդկանց մոտ փոքրինչ ավելի հաճախ է հանդիպում, սակայն տարբերությունը չնչին է։ Արդեն տարիքային բաշխվածությամբ բժշկի տեղեկացմամբ գրեթե 90% ախտորոշումները 50-ից բարձր տարիքային խմբում են, թեպետ հիմա նաև հիվանդության կտրուկ երիտասարդացում են նկատում։ Ճիշտ է, դա չարորակ ուռուցք է, բայց բուժման բավականին լավ է ենթարկվում։ Ներկայումս վիրահատության լապարասկոպիկ եղանակի կիրառումը չի վիճարկվում կոլորեկտալ քաղցկեղի ժամանակ եւ կատարվում է լապարասկոպիկ մասնահատումներ, սակայն իհարկե որոշ բարդացած դեպքերում դեռևս ակտուալ է մնում կտրվածքով վիրահատությունների իրականացումը, դա հատկապես վերաբերվում է տեղային տարածված պրոցեսների դեպքում, երբ որ կա ուռուցքի ներաճ շրջակա օրգաններ եւ հյուսվածքներ եւ անհրաժեշտ է լինում դրանց մասնահատումների, իսկ մի շարք դեպքերում կան լինում են նաեւ հեռակա մետաստազներ եւ անհրաժեշտություն առաջանում նաեւ դրանց հեռացման։ Կոլորեկտալ քաղցկեղի նշաններն ի դեպ կախված են դրա տեղակայումից եւ տարածվածությունից։ Դասական ախտանշանները հարաճող փորկապությունը, ախորժակի եւ քաշի կորուստը, սրտխառնոցն ու փսխումն են, սակայն շուրջ 50% դեպքերում կլինիկական որևէ ախտանիշ չի լինում։ Ես խորհուրդ եմ տալիս ժամանակին դիմել հիվանդանոց եւ փոքր նույնիսկ կասկածների դեպքում կատարել կոլոնոսկոպիկ հետազոտություն։ Կոլոնոսկոպիկ հետազոտությունը դա այն ախտորոշումն է եւ բուժման մեթոդն է, որը որ հնարավորություն կտա այս հիվանդությունը վաղ փուլում բուժել եւ ապահովել երկար ապրելիության ցուցանիշներ։ 2022 թվականից մեր երկրում, հիշեցնեմ, քաղցկեղի այս տեսակի վաղ հայտնաբերման, կանխարգելման եւ մահացության ցուցանիշների նվազեցման նպատակով գործում է սկրինինգային ծրագիր, եւ դրա վերջին փոփոխություններով ախտորոշում ունեցող եւ դիսպանսերային հսկողության տակ գտնվողների 35-ից 75 տարեկան ազգականները, կենսաբանական ծնողները, երեխաները, հարազատ քույր եղբայրները եւս հանդիսանում են շահառու, հաշվի առնելով, որ վերջիններս կոլորեկտալ քաղցկեղի զարգացման բարձր ռիսկայնության խմբում են։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։